Ընտրությունների վերջնական արդյունքը պարզ է, այն մեծ ցավ է պատճառում, բայց ես արդեն շնորհավորել եմ հաղթող կուսակցությանը։ Ֆանտաստիկ զգացողություն է, վերջապես ազատվեցինք այս մաֆիական պետությունից։ Փառք Աստծո, այ հիմա ես հպարտ հունգարացի եմ, վերջապես 16 տարի անց։ Մենք այսօր միասին ազատել ենք Հունգարիան Օրբանից։ Հունգարիայում հսկայական քաղաքական փոփոխություն է։ Վիկտոր Օրբանի առաջնորդած Ֆիդեշ կուսակցությունը ծանրագույն պարտություն է կրել խորհրդարանական ընտրություններում եւ 16 տարի վարչապետի պաշտոնում աշխատած Օրբանի դարաշրջանը կավարտվի։ Նա դառնությամբ է խոսել պարտության մասին, սակայն ինչպես ընդունված է դեմոկրատական երկրներում, շնորհավորել է հաղթողին։ Jó estét kívánok mindenkinek, kedves barátaim! Ընտրությունների վերջնական արդյունքը պարզ է, այն մեծ ցավ է պատճառում, բայց ես արդեն շնորհավորել եմ հաղթող կուսակցությանը։ Ես բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում մեր ահռելի աշխատանքի համար։ Մենք կշարունակենք մեր առաքելությունը, բայց այսուհետև դա կանենք ընդդիմության ճամբարում։ Gratuláltam! Nektek, önöknek köszönöm a rengeteg munkát. Օրբանը համարվում է ազգայնական, աչակողմյան, ամբողջավարական քաղաքական լիդեր։ Նրա սերտ համախոհներն են Ամերիկայի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը։ Նրա վարչապետության օրոք էապես սրվել են Հունգարիայի կապերը Եվրոպական միության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Այս արդյունքը քիչ հավանական է դիտվել։ Այն մեծ նշանակություն ունի ոչ միայն Հունգարիայի, այլև Եվրոպայի եւ ինչու՞ չէ աշխարհի համար, քանի որ սա աջակիցների մեծ բանակ ունեցող Եվրոպական միության եւ ընդհանրապես միջազգային ինտեգրման գաղափարների հանդեպ անվստահություն դրսեւորող հայտնի ուժերի շարքում առաջին խոշոր պարտությունն է։ Օրբանը բազմիցս է իր վետոներով խոչընդոտել Եվրամիության գործունեությունը, նա հատկապես կոշտ դիրքորոշում է դրսևորել Ուկրաինային սատարելու հարցերում։ Հաղթողը Պետեր Մադիարը Տիսա կուսակցությունից Վիկտոր Օրբանի երբեմնի աջակիցն է։ Նա ընտրարշավը վարել է կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսով եւ խոստացել է բարելավել խեղաթյուրված հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ։ Եվրոպացի լիդերները շատ արագ շնորհավորական ուղերձներով արձագանքել են Մադիարի հաղթանակին։ Բուդապեշտում տոնում են Մադիարի հաղթանակը Բրիտանիայում բնակվող Էդրիեն Ռիքսերը Լոնդոնից հատուկ ժամանել էր Բուդապեշտ, որ քվեարկի։ I came back home from London because I really Շատ երջանիկ եմ, միչև հիմա չեմ հավատում։ Հուսով եմ, որ կստանանք ձայների 2/3-ը։ Փառք Աստծո, այ հիմա ես հպարտ հունգարացի եմ, վերջապես 16 տարի անց։ finally after 16 years. Բուդապեշտի բնակիչ Լուկա Շտոտ։ Ֆանտաստիկ զգացողություն է, վերջապես ազատվեցինք այս մաֆիական պետությունից, հիրավի չեմ կարող նկարագրել ապրումներս։ Պետեր Մադիարը ասել է, թե սա շատ մեծ հաղթանակ է։ Մենք այսօր միասին ազատել ենք Հունգարիան Օրբանից։ Այս հաղթանակը չէր լինի առանց ձեր աջակցության։ Isten áldjon minden magyar ember. Նա հավաստիացրել է, թե ամբողջ ուժով եւ նվիրումով կծառայի հայրենիքին։ Nem kicsit, hanem nagyon. Sőt, nagyon. Աստված պահապան Հունգարիային, Աստված պահապան յուրաքանչյուր հունգարացուն։ Az Orbán rendszert közösen Օրբանի անունը կապվում է նաև հայերիս համար չափազանց տհաճ տխուր իրողության հետ։ Հենց Օրբանն է հավանություն տվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով Բուդապեշտում սպանած եւ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու ճղճին որոշմանը։ Երկուսն էլ մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացներին եւ բնակվել Բուդապեշտում սպաների հանրակացարանում։ Հունգարիայում հարյուրավոր մարդիկ ցույցով ու երթով դատապարտել են խայտարակ վճիռը, որով Սաֆարովը վերադարձել է իր երկիր, ներում է ստացել եւ հերոս հռչակվել։ Այդ տարի Հայաստանը խզել է դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ։ 2021-ին Բուդապեշտի միջնորդությամբ հայ գերիներ են վերադարձել տուն եւ 2022-ին երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները վերականգնվել են։